այդ թվում նաև նայեք այնտեղ ցմահ բանտարկություններ, հա, այնտեղ Ռուբեն Վարդանյանին 20 տարի եւ այլն։ Հիմա ես հարց ունեմ Ալիևին, ես չգիտեմ ինչքանով է հնարավոր այս հարցը հասցնել իրան։ Միգուցե լավ բան չեմ անում, բայց բոլոր դեպքերում երբ որ այս գերագույն թշնամիները ոչինչ չարեցին մեր հայրենակիցներին պաշտպանելու, վերադարձնելու, այդ հարցը միջազգայնացնելու, բարձրացնելու համար, երբ որ ամաչեցին հմեկում մեր ուրեմն սպորտային պարերի զույգին Արցախ երաժշտության տակ կատարման ժամանակ արտաբերել Արցախ բառը, երբ որ դրա դեմ բողոքում է Ադրբեջանը անհետեթությունա բառը բուն իմաստով, հա, եւ այս ամեն ինչի ֆոնի վրա ես ուզում եմ ձեզ հետեւյալ ասեմ Ալիև 18 թվականից մինչև Արցախի անկումը ուրեմն զորակոչը գրեթե 90%-ով գնացել է Արցախ եւ Արցախում պաշտպանել է Արցախի շփման գիծը Ադրբեջանի հետ։ Իր որդին ծառայել է Արցախում։ Պատերազմի ժամանակ իբրտե այնտեղ մի հատ հերոս որդի է ունեցել, որի պատճառով ուրեմն իրականացվել է մի գործողություն Իրանը տեղից դուրս բերել փրկելու համար եւ հայկական զորքերը այնտեղ ոչ թե միայն տվել են մեծ քանակությամբ կենթանի ուժի զոհեր, այլ նաեւ էապես թույլատրել են ճակատը եւ դիրքային լուրջ կորուստներ ունեցել հայկական կողմը։ Ուրեմն այս սա հանցագործությունները Ռուբեն Վարդանյանն է արել, թե Նիկոլ Փաշինյանը։ Ինչի դու Ալիև չես պահանջում միջազգային ատյաններից քեզ արտահանձնելու միջազգային հանցագործ քո ձևաչափով, հա, միջազգային հանցագործ Նիկոլ Փաշինյանին, չէ՞, ինքը հանցագործություն է արել։ Ինքը նույնքան հանցագործ է, որքան Ղուկասյանը, ուրեմն Բակո Սահակյանը, այնտեղ Բաբայանը արտգործնախարարի մասին է խոսքը, ոչ թե մի տականքի մասին, ուրեմն Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, այնտեղ Մանուկյանը, հա, ազգանունները, որոնք դու հա միջազգային տերորիզմ, բան, նացիզմի մեջ ես մեղադրել, նույն պակաս նացիստը էս չի, որ հետ դու ժպտեր ես գրկախառնված բարևներ ես անում տարբեր միջազգային ատյանով, չես պահանջում ուրեմն իր կոնկրետ միջազգային կողմից միջազգայինորեն հետապնդումը։ Հարցը առաջացնում, ուրեմն եղբայրներ եք, հա, երևի, եւ ինչ որ անում եք, ձեր ձեռքի եք տված։ Ալիևը լկտիացել է, դրա իրավունքը ունի, ով որել էր իր տեղը նույն բաններ անելու։ Եթե իրան տային այդքան հնարավորություն, ինչքան տվեց այս գերագույն թշնամին, դիտավորությամբ, կոնկրետ պայմանավորվածություններով, ամեն ինչով, ոնց որ ինքը դա այդ հնարավորությունները տվեց Ալիևին, ցանկացած մեկին, մեկ այլ երկրում, մեկ այլ այդքան հնարավորություն տային անելու են նույն ինչ որ անում է Ալիևը։ Մարդը իր երկրի ճիշտ ղեկավարն է։ Եվ հնարավորինս այս պահին քաղում է այն ինչ որ կարա քաղի եւ անելու է միջև վերջ։ Ու սա միջև վերջ տալու է, որովհետեւ կան խնդիրներ։ Որովհետեւ Թրամփի ճանապարհը ուղղված է կոնկրետ ոչ թե Հայաստանին ապաշրջափակելու համար, այլ կոնկրետ ուղղված է Ադրբեջանին Նախիջևանի հետ կապելու եւ հնարավորություններ ստեղծելու այդ տեղից Իրանին հարվածելու համար, որևէ տնտեսական, որևէ այլ տեսակի օգուտ Հայաստանը այդ Թրամփի ուղից չի ստանալու,
ոչ մի տեղից Հայաստանի շրջափակումը չի բացվում, Թուրքիան ճանապարհը չի բացում, սահմանը չի բացում ու չի էլ բացելու, որովհետեւ Թուրքիան էլ ասում է, հա, հարց չկա, պատրաստ ենք ձեր հետ աշխատելու, երբ որ Ադրբեջանի հետ լեզու կգտնեք, երբ որ կապիտուլյացիա կանեք, երբ որ սաղ պահանջները կբավարարեք Ադրբեջանը, այն ժամանակ մենք ձեր հետ կխոսանք։ Այն ժամանակ եւ մնացած ուրիշ հարցերը կբարձրաձայնենք։ Այսօր խոսելու ինչ որ նրա մասին, որ մենք խաղաղություն ունենք, տնտեսական sense լավ sense մի հատ sense մի բան ալինելու, սա հերթական խաբեբայություն է, հերթական ստաբանություն է։ Եվ հետեւաբար Ալիևի պահվածքն էլ շատ կանխագուշակելի է եւ պարտադրված է նույնիսկ կարամ ասեմ։ Ինքը չուզենա էլ պետք է դա անի, չանի իրան կուտեն իր երկրում։